Պարոն Պապյան, ես կարող եմ առնվազն մասնակի բացատրել, թե ինչու է ցածր սեգմենտով աշխատավարձի ցածր սեգմենտում աշխատողներ տեղափոխվել կամ այդ թիվը ինչու է շարժվել։ Մի քանի պատճառներով։ Օրինակ, համընդհանուր հայտարարագրման համակարգը, որը նաև հետվճարի ենթադրում վճարված եկամտահարկից այն դեպքում, երբ օրինակ կրթության համար եւ առողջապահության համար վճարումները անում են անկանխիկ վճարումներ անելու համար պետք է աշխատավարձերը կամ արտահայտված լինեն, այսինքն Երևան։ Հաջորդը անհուսալի վարկերի ծրագիրը, որը նույնպես շատ կարևոր է։ Հաջորդը մարդիկ տեսնում են, որ մենք քաղաքականություններ ենք վարում անկանխիկ առևտրի դեպքում մյուս տարվանից հետվճար է մտնելու եւ մարդիկ դա նույնպես իրենց գործատուներին մղում են, որպեսզի նրանք ամբողջական աշխատավարձերը արտահայտեն տեսանելի, ոչ ստվերային կերպով։ Հաջորդը առողջապահության ապահովագրության համակարգում համակարգ են մտնելու 200,000 դրամ եւ բարձր աշխատավարձ ստացող մարդիկ։ Եվ մենք նաև այս ենք նկատի ունեցել, որովհետև թվում է, թե սոցիալական առումով սխալ քաղաքականություն կարող է դիտվել, որ 200,000 եւ ոչ թե 150,000, բայց մեր կանխավարկածն է, որ 150,000 դրամի սեգմենտում աշխատող բազմաթիվ աշխատողներ նաև աշխատավարձի ստվերային հատված ունեն եւ առողջապահության ապահովագրություն ստանալու բնական եւ մեր կողմից ողջունելի ցանկությունը նաև աշխատողներին մղում է, որպեսզի նրանք էլ իրենց հերթին գործատուներին մղեն, որպեսզի աշխատավարձերը արտացոլվի։ Բայց ձեր խոսքից մի դիտարկում շատ կարևոր է, որ մենք կրթվելը տենց բանի չվերապահենք միայն երեխաներին, որովհետև կրթություն ասելով այդ ֆունդամենտալ սխալ է, կրթություն ասելով հասկանում ենք մանկապարտեզ, դպրոց, բու։ Ոչ, այդ նույն տնտեսվարողը կարող է ուղղակի նոր հրատարակված գիրք կարդալ կամ հին հրատարակված կամ շատ հին հրատարակված գզրոցներում փոշոտած գիրք գտնել, կարդալ, ել չեմ ասում, հիմա ժամանակակից աշխարհը հնարավորություն է տալիս համացանցի միջոցով հեռավար կրթության բազմաթիվ հնարավորություններ է տալիս, ընդ որում այդ թվում կրթական ծառայությունների մատուցման, բայց գիտեք հիմա ոդկասթներ ռեժիմով այնքան բաներ կան, այնքան նյութեր կան, եւ որտեղ մարդիկ իրենց փորձն են պատմում, իրանց սխալների եւ հաջողությունների մասին են պատմում եւ կրթության հնարավորությունները անսահմանափակ են 21-րդ դարում, ել չեմ ասում վերապատրաստումների եւ այլ ծրագրերը, այնպես որ էզուտ մեր քաղաքական խոսույթի եւ լեզվամտածողության առումով մենք պետքա սա ընդգծենք։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, համեցեք։ Շատ կարճ կարելի է, պարոն վարչապետ, ես վիճակագրորեն նաև հաստատեմ ձեր մտքերը, օրինակ մենք հանրային սննդի կազմակերպման ոլորտում ունենք իհարկե եւ աշխատատեղերի եւ աշխատավարձի աճ, բայց միջին աշխատավարձը 157,400 դրամ է։ Ակնհայտ է, որ հանրային սննդի ոլորտում օրինակ մատուցողները կամ ռեստորանային ոլորտում աշխատակիցները շատ ավելի բարձր են ստանում, այսինքն նույնիսկ այս վիճակագրությունն է բավականին լավ պատկեր մեզ տալիս, այլ չասած, որ իրական տնտեսության մեջ կամ հողի վրա շատ ավելի բարձր է եւ մեր քաղաքականությունները այո պետք է ստիպեն, որպեսզի այս թվերը հնարավորինս մոտենան իրականությանը եւ դուք նաեւ նշեցիք 9 ամսվա ցուցանիշների մասին, որոնք արդեն բացարձակ ցուցանիշներ են, այսինքն դրանք ցույց են տալ եւ 6% աճ ունենք, ինչը բոլոր եւ միջազգային կառույցները եւ Հայաստանում մեր երկրում մասնագիտացված կառույցները շատ ավելի ցածր տնտեսական աճ են կանխատեսում եւ ուզում եմ նշել, որ բոլոր ուղղություններով մենք աճ ունենք, այդտեղ արդյունաբերությունում մի փոքր 1%-ի կարգի նվազում ունենք, բայց տարեսկզբին շատ ավելի մեծ էր այդ նվազումը եւ հիմա գնալով մենք այդ տարբերությունը փոքրացնում ենք, որը հիմնականում պայմանավորված էր 24 թվականին այդ մեծ շատ մեծ ծավալով ոսկու ուրեմն վերամշակման գործընթացով։ Դե հիմա էլ այսօրվա 11%-ն էլ պետք է նայենք ինչ առնչություն ունի այդ թեմայի հետ, բայց ընդհանուր առմամբ դրանով թե առանց դրա 9 ամսվա 6% աճը արդեն մեր բոլոր կանխատեսումներից եւ ոչ միայն մեր կանխատեսումներից բարձր է եւ ակնհայտ է, որ դա չի նվազի։
եւ ակնհայտ է, որ դա մեծ հավանականություն կա, որ կաճի։ Հույս ունենք, բայց էդ էլ ասեմ, որ մենք պետքա ի վերջո տենց կայուն մեր պոտենցիալին մոտիկ աճի ուղեցիրը մեզ համար լինի նպատակային, որովհետև գիտեք մի հատ ուրիշ խնդրեմ ենք մենք հանդիպում, երբ որ մեր պոտենցիալից, ինչպես տնտեսագետներն են ասում, ավելաճ ենք ունենում, դա գնաճային երևույթների է որոշակի հանգեցնում շատ հաճախ, ինչը միշտ չի, որ բնականաբար գնաճը երբեք ցանկալի չի, դրա համար այս 6 հույս ունենք նաև այս ընթացքում ոչ թե հույս ունենք, այլ մեր տնտեսական աճի պոտենցիալն էլ ավելացել, դա էլ է շատ կարևոր, եւ մենք սենց ավելի շատ պետքա այլևս տենց ապացուցողական տնտեսական աճ մեզ պետք չի, մեզ պետքա ուղղակի կայուն, առօրյա, ասենք տնտեսական աճը պետքա դառնա մեր կյանքի մի հատ սովորական անբաժանելի մաս, որ գա մի պահ, որ սկի առանձնապես կառավարության նիստում չանդրադառնանք էլ, որովհետև այլ այտենց ոչ մի նորություն չկա, համեց Շատ կարճ, այսօրվա անորոշությունների պայմաններում 6% տնտեսական աճը աշխարհում համարվում է բարձր լավ ցուցանիշ ու երբ որ մենք նայում ենք նաև ցուցանիշները տարբեր երկրների, դա լավագույնների մեջ է վերին հատվածում գտնվող եւ աշխարհի միջին աճից շատ ավելի բարձր աճ է։ Այդ տերմինն էլ է պետք է բարձրանում երկու անգամ ինձ մղեցիք լրացուցիչ մեկնաբանությամբ, որ այդ ընդունված բան է, իհարկե, որ ասում են այսօրվա անորոշությունների պայմաններում։ Այդ անորոշությունը մենք չենք էլ նկատում, այդ անորոշությունը այսօր էլ կար, եկել կար, վաղն էլ ալնելու 10 տարի առաջ էլ կար, 20 տարի առաջ էլ կար, 30 տարի առաջ էլ կար, 30 տարի հետո ալնելու։ Խնդիրն է այդ անորոշությունների պայմաններում որոշել, իսկ ինչ ենք մենք անում։ Այդ անորոշությունը հիմա լավ լուրն է նա, որ այդ անորոշությունների պայմաններում մենք որոշել ենք ինչ ենք անում եւ հետեւաբար դա է շատ կարեւոր նախադրյալը, որ այդ անորոշությունները մեր վրա կունենան կառավարելի կամ նվազագույն ազդեցություն։ Համեցեք։